Ֆրանսիան հայտնվել է ներքաղաքական ճգնաժամի հերթական փուլում։ Նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լկորնյուն հրաժարական է տվել կառավարության նոր կազմի հրապարակումից ընդամենը ժամեր անց։ Լկորնյուն հրաժարականի մասին հայտարարել է ազգային ժողովում ծրագրված ելույթից առաջ, պաշտոնավարելով ընդամենը 27 օր։ Պաշտոնից հեռանալուց հետո Լկորնյուն նոր կառավարության փլուզումը բացատրեց քաղաքական կուսակցությունների, հատկապես բյուջետային հարցերում փոխզիջման գնալու անկարողությամբ։ Քաղաքական կուսակցությունները շարունակում են որդեգրել այնպիսի դիրքորոշում, կարծես բոլորն էլ բացարձակ մեծամասնություն ունեն ազգային ժողովում։ Եվ ի վերջո ես հայտնվեցի մի իրավիճակում, որ պատրաստ էի փոխզիջումների, բայց յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է, որ մյուսն ընդունի իր ծրագիրը։ Լկորնյուն հայտարարել է, որ հաջորդ նախագահի ընտրության հեռանկարը կուսակցական ախորժակներ է առաջացնում։ Ես կրկնում եմ, եթե այս պահը 5-րդ հանրապետության ամենախորհրդարանական պահն է, ոչ մի դեպքում չպետք է այստեղ վերապրել 4-րդ հանրապետության վատ դրվագները։ Ընդդիմադիր կուսակցություններն արդեն հասցրել էին քննադատել նոր կառավարության կազմը, հայտարարելով, որ այն գործնականում մնացել է անփոփոխ եւ չի արդարացնում Ֆրանսիայի արմատական փոփոխությունների պահանջը։ Նորացված կառավարության 18 նախարարներից 13-ը մնացել էին իրենց նախկին պաշտոններում։ Շվեյցարիա դասավանդելու մեկնած էկոնոմիկայի նախկին նախարար Բրյունո Լը Մերի նշանակումը պաշտպանության նախարար վրդովմունք է առաջացրել ընդդիմության շրջանում, որը նրան մեղադրում էր տնտեսության եւ ֆինանսների նախարարի նախկին պաշտոնում աշխատանքը ձախողելու համար։ Սեբաստիան Լկորնյուի հրաժարականը ցույց է տալիս, որ մենք չենք կարող այսպես շարունակել, եւ ինչ-որ բայի պետք է ի հայտ գա նոր մեծամասնություն, կայուն կառավարություն ունենալու եւ Ֆրանսիայի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Ոչ ոք չէր կանխատեսել նման սցենար։ Բրյունո Ռետայոն, որը կրկին հաստատվել էր Բոբո հրապարակում որպես ներքին գործերի նախարար, Կիրակի երեկոյան անսպասելիորեն քննադատեց Լկորնյուի ընտրած թիմի կազմը, նշելով, որ այն չի արտացոլում խոստացված խզումը անցյալի հետ։ Ինչպես պարզվեց, քննադատությունը գալիս է ոչ միայն դրսից, ինչը ստիպում է մտածել։ Էկոնոմիկայի նախկին նախարարի վերանշանակումն անսպասելի էր նաև թիմի համար։ Երկուշաբթի առավոտյան Բրյունո Ռետայոն հրավիրել էր իր կուսակցության ռազմավարության կոմիտեի նիստ, որոշելու թե արդյոք հանրապետական նախարարները պետք է մնան պաշտոններում։ Հանրապետականներին սա այժմ չի նստի, կառավարություն լքել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ համաձայնել ես մասնակցել դրան, նշանակում է դուռ բացել անկարգությունների ու քաոսի առաջ, հայտարարել է մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։ Հասարակությունն արդեն չի զարմանում կառավարությունների իրավահաջորդ հրաժարականներից։ Ես սպասում էի դրան, քանի որ նախագահ Մակրոնը ոչինչ չի լսում, եւ մեկ ամիս պահանջվեց վերանշանակելու կառավարություն, որը գրեթե նույնն է, ինչ նախորդը։ Ինչ որ պահի մենք պետք է իսկապես նստենք եւ մտածենք, ունենանք կոլեկտիվ մտորումների գործընթաց, պարզապես ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ձախակողմյան անհնազանդ Ֆրանսիա կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն անմիջապես պատգամավորներին կոչ է արել օրակարգ բերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնանկության հարցը։ Մինչդեռ ծայրահեղ աճ ազգային միավորում կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան առաջարկել է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն։ Ֆրանսիան քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ նախագահ Մակրոնը 2024-ի հուլիսին ցրեց ազգային ժողովը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Պատճառը ազգային միավորում ծայրահեղ աճ կուսակցության հաղթանակն էր Եվրախորհրդարանի ավելի վաղ կայացած ընտրություններում։ Երկու փուլով անցկացված ընտրությունները Մակրոնի դաշնակիցների համար պարտություն դարձան։ Ձայների թվով առաջինը դարձավ ձախ նոր ժողովրդական ճակատը։ Ու թեև Լը Պենի կուսակցությունը երկու փուլերի արդյունքում միայն երրորդ տեղն իջավ, այն զգալիորեն ընդլայնեց իր ներկայությունը խորհրդարանում, հասցնելով 124 մանդատի։ Կենտրոնամենտների եւ ռեֆորմիստների ոչ պաշտոնական կոալիցիան, որն աջակցում է Մակրոնին, ունի մոտ 200 մանդատ, նոր ժողովրդական ճակատը 192։ Ստեղծված պայմաններում կառավարությունը բացարձակ կախվածության մեջ է հայտնվել ընդդիմությունից։ Մերի Դանիելյան, Free Open Media։